քնչական վարչության դռները փակ են։ Սենց ապօրինություն չեմ պատկերացնում։ Այսպես սկսվեց մարտի 31-ի առավոտը Սուրբ Աննա եկեղեցուց բերման ենթարկված 18-ամյա դպրոցականների պաշտպանների և նրանց աջակցության եկած քաղաքական ու հասարակական գործիչների համար։ Մարդ չկա։ Երևանի քնչական վարչության դռները փակ էին բոլորի առաջ, անգամ փաստաբանների, որոնք վարչության կողմից հրավիրվել էին շենք առավոտյան ժամը 11-ին։ Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը զանգեց մարդու իրավունքների պաշտպանի թեժգից։ Առավոտյան երեխաներին առանց հանձմունք ստանալու, առանց հաց ուտելու, որովհետև ասեցին շտապա պետքա բերեն քաղաքի վարչություն, բերեն քաղաքի վարչություն, ժամը 11-ին պաշտպաններին ծանուցել են 11-ի համար, որ պաշտպանները լինեն քաղաքի վարչությունում, գործողության վարույթային։ Ժամը 11:46 է, Երևան քաղաքի վարչության դռները փակ են, պաշտպանները չեն կարողանում ներս մտնել։ Զանգից 15 րոպե անց միայն փաստաբաններին թույլ տվեցին ներս մտնել, հրավիրվելուց մոտ 1 ժամ հետո։ Այդ ընթացքում Դավիթ և Միքայել Մինասյանները վարչության շենքում էին առանց պաշտպանների։ Ես փաստաբան եմ։ Վարդի Էլբակյան։ Ես չաղ եմ, չեմ կարա ներս մտնել։ Մինչ փաստաբաններն ու ձերբակալված դպրոցականները ներսում էին, դրսում հավաքվում էին նրանց հարազատները, ընկերներն ու համադասարանցիները, որ քիչ անց բաց նամակ ուղղեցին Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին։ Դավիթ և Միքայել Մինասյանները ուսումնառության տարիներին երբևէ որևէ խուլիգանական արարք թույլ չեն տվել, եղել են խաղաղասեր պատանիներ։ Նրանք հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են և ամեն կիրակի մասնակցում են պատարակներին։ Դավիթն ու Միքայելը երբևէ որևէ քաղաքական կուսակցության անդամ չեն եղել, երբևէ քաղաքական որևէ ուժի չեն հարել։ Տղաների լավ վարքի մասին խոսում են նաև ուսուցիչները։ Ներքին գործերի նախարարության շենքի մոտ էլ ակցիա էր տեղի ունեցել, որին միացել էր Դավիթի և Միքայելի ուսուցիչներից մեկը, ով նրանց ընդամենը մի քանի ամիս է ճանաչել։ Այդ երեխաները օրինակելի աշակերտներ էին մեր դպրոցում եւ բոլորն էին նայում նրանց որպես կիրթ, կարդացած, զարգացած, չգիտեմ, ընտանիքը հիանալի ընտանիք, օրինակելի ընտանիք։ Քաղաքական ուժերից ևս եկել էին աջակցելու 18-ամյա զույգ եղբայրների հարազատներին։ Միասնության թևեր դաշինքի անդամ Նարեկ Պարոնյանի պնդմամբ երիտասարդներին եկեղեցուց բերման ենթարկելն ու մեղադրանք առաջադրելը վախի մթնոլորտ ստեղծելու նպատակ ունի։ Սա վերջին կարմիր գիծն էր, որ կարող էր անցնել Նիկոլ Փաշինյանը, ընդգծեց Պարոնյանը։ Նա կոչ արեց քաղաքական ուժերին։ Պետք է իրենց ուժերի ներածին չափով պայքարեն, որպեսզի կալանք չտրվի երիտասարդներին, որպեսզի նրանք կարողանան շարունակել իրենց կյանքը, բիծ եւ հետք չմնա նրանց կենսագրության վրա։ Պարոնյանի համոզմամբ Գևորգ Գևորգյանն ու տղաները իրար հետ որևէ կապ չեն ունեցել եւ նրանց միևնույն մեղադրանքն առաջադրելը Փաշինյանի կողմից քինախնդրության արդյունք էր։ Ծաղկազարդի օրը Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի պահվածքը ոչ այլ ինչ էր, քան սադրանք, ասում է նա։ Մինչ բազմությունը շարունակում էր մեծանալ, եղբայրներից Միքայել Մինասյանին բաց թողեցին, քնչական վարչություն տեղափոխելուց մոտ 4 ժամ անց, մեղադրյալի կարգավիճակով։ Ես շատ լավ եմ, հանդեպ լավ են վարվել, խնդրում եմ էլ ուրիշ հարցեր չտաք, չպատասխանեմ։ Իսկ Դավիթ Մինասյանին, ում առողջական խնդիրն ի դեպ անհամատեղելի է անազատության հետ, տեղափոխել են դատարան, խափանման միջոց կալանքը քննելու համար, հայտնեց փաստաբան Մարտիրոսյանը։ Սեդակ Յուրեղյան, Տարոն Ղանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։